Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում լույս առավոտի հաղորդումն է, որպեսզի ձեր օրը լինի մաքսիմալ հագեցած, տպավորիչ, լավը ստացվածը, ձեր օրը սկսեք մեզ հետ, արթնացեք մեզ հետ։ Իսկ եթե դուք դեռ քնած եք, երանի ձեզ, շարունակեք քնել։ Մի արթնացեք, մի տանջեք ձեզ։ Մենք որ եկել ենք ինչ։ Չէ, բայց եկել ենք որտեղ լավ թեմաների շուրջ ենք խոսելու, ժպիտներ։ Եվ ունենք շատ թույն թեմա։ Այդ բառը պետք է ասել։ Հոկտեմբերի 10-ից 12-ը գիշեր ցերեկ Digitech սկզբունքով տեղի կունենա տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը Digitech 2025։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի անդադար 3 օր, 3 գիշեր ձևաչափով, ցերեկային ժամերի բիզնես հատվածով, իսկ երեկոյան եւ գիշերային ժամերին աննախադեպ մշակութային ծրագրով։ Տիգրան Համասյանից մինչև Մուրկով, իսկ ավելի մանրամասն այս ամենի մասին խոսենք մեր հյուրի հետ։ Այո, մեր առաջին հյուրն է հարգելի հեռուստադիտող, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Բայլույս, բարի առավոտ։ Բարի ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ ենք, որ արթնացաք եւ եկաք, չասեցիք։ Դժվար է արթնանում առավոտյան։ Չէ, ես դեռ չունեմ արթնանալու։ Չէ, շատ լավ է։ Digitech-ն ունի 20 տարվա պատմություն։ Այո։ Այօնակ հեշտությամբ կհիշեք առաջին տարին։ Ես նույնիսկ ես հիշում եմ, երբ որ ես ուսանող էի 2005 թվականին, առաջին անգամ որ լսեցի Digitech-ի մասին, իմ կուրսեցիներից մեկը, այդ մեր կուրսի ամենաառաջադեմներից, եկավ ասեց Digitech եմ գնացել, ասում ենք, այդ ի՞նչ է։ Դե ասում տեխնոլոգիական նոր ինովացիաներ են ցույց տալիս, բան եւ այլն, մյուս տարվանից ամեն տարի այցելել եմ։ Հետո իմ ընկերություններն եմ հիմնադրել, մասնակցել եմ Digitech-ին որպես ընկերություն, հիմա ղեկավարում եմ ԱՏԶՄ-ն, որը կանգնած է Digitech-ի հետևում։ Հրաշալի։ Շատ լավ։ Առաջին անգամ է այս ձևաչափով, այսինքն 3 օր։ Ինչը ստիպեց ձեզ փոխել եւ ընտրել այս ձևաչափը։ Այսինքն այսքան տարիների ընթացքում այդպես չէր։ Եթե այդ բառը կարելի է օգտագործել, Digitech-ը միշտ շատ թույն է լինում, բայց այս տարի յուրահատուկ թույն է լինելու, որովհետեւ ԱՏԶՄ-ն, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որ հիմնադրել է Digitech-ը, այս տարի 25 տարեկան է դառնում, իսկ սա 20-րդ հոբելյանական Digitech-ն է, ու Digitech-ը վաղուց էլ Expo չի, ինչը սկսվել է որպես Expo, այս տարի վերածվում է երազանքը իրականություն է դառնում, ունենք դասական Expo-ի տարածքը, ունենք կոնֆերանս 3-4 սրահներով, որտեղ հրավիրում ենք համաշխարհային դեմքերի, ինչպիսիք են Ռև Լեպարիցյան, NVIDIA-ի փոխնախագահ Նուբար Աֆեյան, Մոդեռնայի հիմնադիր, Դավիթ Յանգ, Էբի Լինգվո եւ տեղական ընկերությունների ղեկավարներ, Ալեքսանդր Եսայան ԱՏԶՄ նախագահ եւ ելի շատ ու շատ այս տարի կոնֆերանսին լինելու է 4 միլիարդատեր։ Իրենց անունները չենք հնչեցնում, բայց ին վարկային կոդը գրեմ կփոխանցեմ գնաք իրաց, էլի։ Դե դա հետաքրքիր է, ունենք օրինակ Ջորջ Կարիբյանը, ով Լոնդոնից է գալի, ով 2 ընկերություն է հիմնադրել, շատ ընկերություններ են հիմնադրել, բայց երկուսը անցել են, հատել են այդ որ ասում են միայեղջույր, այդ դրա շեմը, հա։ Եվ իհարկե չենք կարող մշակույթային եւ երաժշտական կոմպոնենտը բաց թողել, այստեղ համագործակցում ենք մեկ այլ համայնքի հետ, արտիստների համայնքի Ռամբալ Կոշեի հետ, ովքեր կազմակերպում են ձեն փառատոնը Digitech-ի մեջ է այս տարի լինելու, որտեղ ելույթ է ունենալու Տիգրան Համասյան, Մուրկով, հրավիրված DJ-ներ։ Մի խոսքով ունենք 100-ից ավել տեխնոլոգիական առաջնորդներ Սան Ֆրանցիսկոից մինչև Տոկիո բոլոր քաղաքներից, Բոստոն, Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ, Սիդնեյ, մի խոսքով բոլոր տեղերից, եւ ունենք 100-ից ավել արտիստներ էլի այդտենց աշխարհի տարբեր ծերերից, գիշերը լինելու է after party, հայերեն չգիտեմ։ Երեկույթից հետո after party-ն ամենալավ։ Երեկույթից հետո, այո։ Երեկույթից հետո թույն միջոցառում, երեկոյան live jazz, որտեղ էլի jazz արտիստներ են նվագելու, եւ երեկոյան ժամը
10-ից 12-ը Ադրիգան Համասյան, Մուրկով եւ երկու այլ արտիստներ, ֆանտաստիկ լուսաձայնային շոուներ, վերևում ունենալու ենք կտուրին ունենալու ենք արվեստի ցուցադրություններ, ավելի թվային եւ միքս արվեստի, ֆոտո արվեստագետների գործերի ցուցադրություններ, մի խոսքով դուրսը դիջեյներ են նվագում վինիլների վրա ամբողջ օրը, մի խոսքով Digitech-ը տոնա տեխնոլոգիական հայության համար, ու այդ երազանքը իրականություն է դառնում, ու արևը այս տարի Digitech-ում մայր չի մտնելու, ոնց որ երբեք մայր չի մտնում տեխնոլոգիական հայկական ցանցի վրա, որը գործում է բոլոր ժամային գոտիներում։ Ինձ գիտես բոլորի անունից մի հատ հարցել մուտքը վճարել։ Այո, մուտքն անվճար է նախապես գրանցումով։ Ունենք միջոցառումներ, որոնց սրահները սահմանափակ են, նույն կոնֆերանսի սրահները, Տիգրան Համասյանը, որտեղ որ ելույթ կունեն, այդ live stage ենք ասում, կան բաց, որտեղ անսահմանափակ կա, օրինակ live jazz-ը բաց է գրեթե բոլորի համար, մյուս միջոցառումները after party-ների բաց են բոլորի համար, բայց պետքա նախապես գրանցվել։ Ինչպես են գրանցվում, հեռուստադիտողին հետաքրքիր։ Digitech.am մի գրանցում ունենք, պետք չի առանձին միջոցառումների գրանցվել, ուղղակի այդ միջոցառումների ժամերին պետք է հետևել, մենք ունենք այնտեղ ցանկ, օրակարգ, հետևել ու ժամանակին գալ, որպեսզի տեղ լինի, որ կարողանաք վայելել, հա։ Իհարկե ձեզ հրավիրում եմ, համեցեք։ Շնորհակալություն։ Մենք ամեն բան կանենք, բոլորին ենք հրավիրում։ Այս տարի Digitech-ին չլինելը մեղք կա։ Միանշանակ։ Մենք ֆիքսենք օրը հոկտեմբերի 10-ից 12-ը ընկած ժամանակահատվածում։ 3 օր, 2 գիշեր, 10, 11, 12 միջոցառումներ։ Շատ լավ։ 20-րդ Digitech-ն է ու այս ամենի մեջ կան, եթե չեմ սխալվի, հա, ոչ տասնյակ, ոչ հարյուրավոր, հազարավոր մարդիկ։ Այս 20 Digitech-ի ընթացքում գնացել են, եկել են, դարձել են այս մեծ հրաշալի ընտանիքի անդամ ու ամեն մեկն ունի իր պատմությունը իմ կարծիքով։ Ու վստահ եմ, որ դուք էլ ձեր պատմությունն ունեք։ Միգուցե մեր եթերը չբավարարի այս պատմությունը լսելուն, բայց ես կուզեի շատ հակիրճ, բայց ձեր պատմությունը լսենք։ Պատմությունը մի փոքր պատմեցի, որ առաջի անգամ իմացա Digitech-ի մասին, ես չէի էլ պատկերացնում, որ մի օր կարող է ես լինեմ Digitech-ի գլխավոր պատասխանատուն, ոնց որ իր հետևը լուրջ թիմ է աշխատում ու շատ հետաքրքիր աշխատանք է տարվում։ Իմ պատմությունը ավելի երևի ամենատպավորիչ պատմությունը դա 2019-ի Digitech-ն է, որ Digitech-ը զուգահեռ անցկացվում էր WCIT-ին, որտեղ մենք դիմել էինք որպես ստարտափ ու փորձում էինք անվճար տոմսեր գտնեինք, տենց մի ձև սղոցք էինք ու թիմը ստիպված բաժնել էինք երկու մասի, որ Digitech-ին մեր տաղավարում լինի մի մասը, մյուս մասը այնտեղ ու այնտեղ մրցույթի էինք մասնակցում։ Այդ մրցույթը հաղթեցինք, բայց մինչև հաղթելը գնացել էինք, որ հեսա պետքա հայտարարեն ու տեսնում ենք, որ սա ամբողջ թիմը Digitech-ում գրեթե տաղավարը դատարկ է թողել ու ինչ որ ձևով մեկը ինչ որ լրագրողի բեյջով, մեկը չգիտեմ ընկերոջ բեյջով բոլորը եկի հավաքվել են ու պատրաստվում են, որ հեսա պետք է բարձրանանք բեմ։ Այսինքն այն թիմը արդեն զգում էր, որ հաղթելու ենք ու տենց հետաքրքիր բաներ ստացվել։ Հրաշալի է։ Ես ուղղակի անկեղծ միշտ ապշում եմ նման պատմություններ լսելով, նման կարևոր թեմաների շուրջ խոսելով, ու ես վստահ եմ, որ այս 20 տարիների ընթացքում 20 փառատոն, 20 Digitech-ների ընթացքում ձևավորվել է ինչ-որ համայնք ունեք, ես վստահ եմ։ Ու ոչ թե դուք կապի մեջ եք լինում այս տարվա մեջ այս մի քանի օրվա համար, հա, տարին 12 ամիս, ամիսը 30 օր, շաբաթը 7 օր, օրը 24 օր ըստ իս։ Դուք այդ կապի մեջ եք։ Իհարկե, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բիզնես ասոցիացիա է, մենք հասարակական կազմակերպություն ենք շահույթ չհետապնդող, այսինքն Digitech-ը շահույթ չունի, եթե նույնիսկ շահույթ ունենում է, ամբողջը ներդրվում է կանոնադրական նպատակների, արմատ ճարտարագիտական աշխատանոցների ու մեր բոլոր նախագծերի մեջ։
ու մենք քանի որ բիզնես համայնք ենք, 250-ից ավել տեխնոլոգիական ընկերություններ ենք միավորում, համախմբում, մենք ամեն օր այդպիսի օր չկա, որ գոնե 5 տեխնոլոգիական ընկերության հիմնադիրի տնօրենի հետ ես անձամբ չզրուցեմ, ել չեմ ասում մեր 600 հոգանոց թիմը անընդհատ կապի մեջ է բոլորի հետ ու մենք համայնքի սրտի բաբախյունը անընդհատ զգում ենք էկոնոմիկ վերելքներն ու վայրեջքները, ու դիջիտեկը շատ հետաքրքիր ձևով արտահայտում է, եթե ինչ-որ մեկը հետազոտի ամեն տարիներին դիջիտեկի մասնակիցներին, նրանց տաղավարների չափերին, ձևերին, ահագին ինֆորմացիա կա այդտեղ էկոնոմիկայի տեսանկյունից, թե ինչպես է սիրտը բաբախում տեխնոլոգիական էկոհամակարգի։ Վաու, այնքան Այո։ Ճոխ ամեն ինչ ներկայացվեց եւ խնդրում ձեզ մի բան փաստեք։ Ես համոզված եմ դրանում ու շատ տարբեր մարդկանց հետ երբ որ շփվում տարբեր ոլորտներից իրենք փաստում են դա ու ես վստահ եմ որ դուք կփաստեք եւս։ Ասեք որ դա այդպես է որ մեր նոր սերունդը երիտասարդությունը լրիվ ուրիշ դեմքեր են, թույն դեմքեր են։ Եկեք հենց մտնեք դիջիտեք, ամենաառաջինը սկսվում է արմաթով եւ շարունակվում է մնացած այլ կրթական ծրագրերով, եկեք տեսեք ինչ հրաշք են։ Ես մի քանի օր առաջ գալիս եմ Բոստոնից MIT-ի տարել արմաթի պայծառ երեխեքին, ուղղակի հրաշք են։ Ու դրանից մի քանի օր առաջ էլ Սլովենիայում ոսկե մեդալ էին բերել ռոբոտիկայից։ Դրանից մի երկու շաբաթ առաջ էլ Ամերիկայում 4-րդ տեղ էին զբաղեցրել մեծ միջազգային էլի մրցույթում։ Եկեք տեսեք, արմաթում եկեք տեսեք ինչ են անում այդ երեխեքները։ Ինչ ես մեկ անգամ հիշեցնենք հոկտեմբերի 10-ից 12-ը գիշեր ցերեկ Digitech սկզբունքով տեղի կունենա տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը Digitech 2025-ը։ Մի հատ խնդրանք, կարող ենք բոլորին ասել, որ առանց մեքենայի գան, եթե դա հնարավոր է։ Միանշանակ։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, ձեր նոր գնաց շքեղ երկաթյանը ժույգը բերեք եւ իհարկե մենք ունենք 1000-ից ավել մեքենայի համար նախատեսված, բայց սպասում ենք 40000 մարդ արդեն գրանցումները տեսնում ենք ու 40000 պարկինգի տեղ Հայաստանում դեռ չունենք։ Չկա որ լինի խնդրանք, մեծ խնդրանք եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ digitech.am կայքով պետք է digitech.am, այո, նախաձեռնություն պետք է գրանցվել։ Իսկ մեր հյուրն էր առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Ձեզ նույնպես։ Մնացեք մեզ հետ, առջևում ունենք կրկին շատ կարևոր հետաքրքիր թեմա, խոսելու ենք երաժշտությունից, փառատոն, տաղանդավոր մարդիկ, իսկ ովքեր մի փոքր ավելի ուշ։ Գովազդից հետո։